Դե ինչ, եկեք մի պահ մոռանանք այն ամենը, ինչ կարծում էինք, թե գիտենք փողի ու հարստության մասին։ Պատրաստ եք։ Գնացինք։ Այս թիվը տեսնում եք։ 3 միլիոն 276 հազար 948 տարի։ Սա այնքան ժամանակ է, որքան Իլոն Մասկը կկարողանար ապրել, եթե ստանար միջին ամերիկյան աշխատավարձ։ Այո, ճիշտ լսեցիք, սա ուղղակի ցնցող թիվ է, բայց գիտեք, սա մի շատ կարևոր հարց է առաջացնում։ Տեսեք, իսկապես հարուստ մարդիկ իրենց հարստությունը դոլարներով չեն չափում։ Ոչ, նրանք օգտագործում են մի շատ ավելի արժեքավոր բան՝ ժամանակը։ Այսինքն, իրական հարցը սա է, որքան երկար դուք կկարողանաք գոյատևել, եթե վաղմանից դադարեք աշխատել։ Ահա սա է հարստության իրական ճշմարիտ սահմանումը։ Եվ այս մտքով մենք հասնում ենք մի թակարդի, որի մեջ ցավոք մարդկանց մեծ մասն ընկնում է։ Ռոբերտ Կյոսակին դա շատ դիպուկ անվանում է առնետավազք։ Սա մի անվերջ վազք է մի անիվի մեջ, որը պտտվում է երկու շատ հզոր զգացումներով՝ վախով եւ ագահությամբ։ Նախ փող չունենալու վախը մեզ ստիպում է շատ աշխատել։ Հետո, երբ վերջապես գումար ենք ստանում, ագահությունն է գլուխ բարձրացնում, ու մենք ավելին ենք ուզում։ Սա մի շրջան է, որից շատ դժվար է դուրս գալ։ Իսկ հիմա նայեք այս ահյուսակին։ Այստեղ ամեն ինչ շատ պարզ երևում է։ Միջին խավի դեպքում փողը մտնում է աշխատավարձի տեսքով ու միանգամից դուրս է հոսում։ Վարկեր, տանվարձ, մեքենա, հարուստների դեպքում պատկերն այլ է։ Նրանք ձեռք են բերում ակտիվներ, որոնք փող են բերում։ Տեսնում եք տարբերությունը։ Մի դեպքում փողը դուրս է գալիս, մյուս դեպքում ներս է հոսում։ Բայց գիտեք, այս անհատական թակարդը շատ ավելի մեծ համակարգային խնդրի մի փոքր մասն է։ Մենք ապրում ենք մի համակարգի մեջ, որը նման է թունավոր կոկտեյլի։ Ջուզեպպե Ստիլիանոն սա շատ լավ է ձևակերպել։ Մենք ըստ էության կառուցել ենք մի աշխարհ, որը հիմնված է մի քանի շատ լուրջ հակասությունների վրա։ Առաջին հերթին մենք առաջնահերթություն ենք տվել կարճաժամկետ, անմիջական շահույթին, հաճախ զոհաբերելով մեր մոլորակի երկարաժամկետ ապագան։ Հետո մենք այնքան ենք տարվել տեխնոլոգիաներով, որ երբևէ մոռացել ենք, թե ինչպես են դրանք ազդում հենց մարդկանց վրա։ Եվ վերջապես մենք անընդհատ պայքարում ենք մեր տեղական, փոքր համայնքների կարիքների եւ գլոբալիզացիայի հսկայական ուժերի միջև հավասարակշռություն գտնելու համար։ Լավ, այսքանից հետո հարց է առաջանում, իսկ ինչ անել։ Ինչպես կարող ենք այս ամենը շտկել, սկսելով հենց մեզանից։ Գիտեք, առաջին եւ ամենակարևոր բանալին մի շատ պարզ, բայց խորը փոփոխության մեջ է։ Ահա եւ ամբողջ գաղտնիքը։ Սա ֆինանսական գրագիտության հիմքն է։ Շատ պարզ է։ Ակտիվն այն է, ինչը գումար է դնում ձեր գրպանը, իսկ պարտավորությունն այն է, ինչը գումար է հանում ձեր գրպանից։ Վերջ։ Այնքան պարզ է։ Եվ այո, դա նշանակում է, որ ձեր գեղեցիկ տունը, որի համար ամեն ամիս վարկ եք մուծում, իրականում ակտիվ չէ, այլ պարտավորություն է։ Բայց ուղղակի ակտիվներ հավաքելը պատմության միայն մի կեսն է։ Այդ մեծ համակարգային խնդիրը լուծելու համար մեզ պետք է շատ ավելին, մեզ պետք է նպատակ, մեզ պետք է ներդաշնակություն։ Հին հույները սրա պատասխանն ունեին։ Պատկերացրեք պատերազմի աստված Արեսը եւ սիրո աստվածուհի Աֆրոդիտեն, երկու լրիվ հակադիր ուժեր ունենում են դուստր, որի անունը հարմոնիա է։ Այսինքն, իսկական ներդաշնակությունը ծնվում է հենց հակադրությունների միաձուլումից։ Եվ այս հնագույն գաղափարը մեզ ժամանակակից աշխարհի համար ճանապարհային քարտեզ է տալիս։ Ինչ անել։ Դադարեք մտածել, որ պետք է ընտրեք շահույթի եւ էթիկայի միջև կամ տեխնոլոգիայի եւ մարդկայնության։ Փոխորենը գտեք մի լուծում, որը համատեղում է երկուսը։ Խոսքը ոչ թե կամ-կամի մասին է, այլ եւ-եւի։ Եվ այստեղ է, որ ամեն ինչ միանում է իրար։ Այստեղ ենք մենք համատեղում առնետավազք դուրս գալը եւ միևնույն ժամանակ համակարգը բուժելը։ Այստեղ է, որ ծնվում է նոր ֆինանսական սուպերհիրոսը։ Խնդիրը ոչ թե ուղակի ակտիվներ ստեղծելն է, այլ այնպիսի ակտիվներ, որոնք ոչ միայն փող են բերում, այլև ներդաշնակություն են ստեղծում։ Պատկերացրեք, ձեր բիզնեսը, ձեր ակտիվը միևնույն ժամանակ լուծում է սոցիալական կամ բնապահպանական մի շատ կարևոր խնդիր։ Սա է ամբողջ սինթեզը։ Դուք օգտագործում եք հարստություն ստեղծելու հզոր մեխանիզմը, որպեսզի լուծեք աշխարհի ամենամեծ ու բարդ խնդիրները։ Սա է նոր սուպերհերոսի ճանապարհը։
Այսպիսով, եկեք ամփոփենք։ Իսկական հարստությունը ուղղակի ֆինանսական ազատությունը չէ։ Ոչ, դա ազատությունն է աշխարհն ավելի լավը դարձնելու համար։ Եվ սա մեզ թողնում է մեկ վերջին հարցով. իսկ դուք ինչ սուպերհիրո եք ընտրելու լինել։